Լավ, մի թեմա կա, որի մասին կուզեի, որ դուք էլ արտահայտվեիք, հա։ Ես իմ դիտարկումները ցույց են տալիս, որ հասարակությունը երկու խնդիր է դնում ձեր առաջ, հա, երկու պահանջ ունի ձեզանից։ Մեկը, որ երաշխավորված լինի, որ ցնցումների մեջ չի ընկնելու երկիրը, պատերազմ, արհավիրքներ, ճգնաժամեր, չգիտեմ, ֆորս մաժորներ չի լինելու, այսինքն դուք պիտի կարողանաք խաղաղ կառավարեք եւ ավելի լավ վիճակում պիտի լինի երկիրը, քան թե Նիկոլ Փաշինյանի ժամանակ, եւ երկրորդը իր համար կարեւոր է այդ վախի գործոնը, հա։ Ես ինչքան հետևում եմ, տեսնում եմ, որ մարդիկ այսօր ինչի են կարկանդված, ինչի են այսքան սահմանափակ խոսքի ազատության մեջ, իրենց դրսևորումների մեջ, նույնիսկ վախենում են ընդդիմության հանրահավաքներին մոտենալ, կարծիք հայտնել, մի հատ լայք դնելու համար կարող են աշխատանքից ազատվել եւ այլն, եւ այդ վախի գործոնը երևի երբևէ երկրում այսքան մեծ չի եղել, ինչքան հիմա է, ու դա շատ բացական դեր է խաղում, հա, վախը նաեւ ստիպում է մարդկանց, որ գնան հենց այդ վախով էլ քվեարկության գնան։ Դրա համար հիմա գլխավոր խնդիրը, որ դուք պիտի լուծեիք, ինձ թվում է այս փուլում, պիտի լիներ այդ վախից մարդկանց թոթափումը, մարդկանց ոգևորելը, մարդկանց հասկացնելը, որ մի վախեցեք, ձեր համայնքապետը, հիմնարկի ղեկավարը, այսա այնա, ասենք փոքր գյուղեր կան, որտեղից մենք արձագանքներ ենք ստանում, որ հայտարարակ տերոր, տոտալ վախի մթնոլորտ է ձևավորված եւ մարդկանց զգուշացնում են, ասում են, որ իմանալու ենք, ով ինչպես է քվեարկել։ Սրա դեմ ես ճիշտն ասած չգիտեմ, հա, ինչ ձևով կարելի է պայքարել։ Ես փորձում եմ, ասենք, մարդկանց նույն համոզել, բացատրել, որ ոչ ոք չի իմանալու ձեր քվեարկության արդյունքը, սպառնում են, կեղծ այդ սպառնալիքները, մի տրվեք դրանց։ Եթե աշխատանքից կազատեն, կարող եք վերականգնվել, դա անօրինական է այդ ազատումները եւ այլն, բայց ես ուզում եմ հասկանալ, թե դուք ինչ գործիքակազմ եք տեսնում, հա, ինչպես կարելի է անել, որ մի հատ հեռավոր, ասենք, Վարդենիսի գյուղում ապրող մարդը չվախենա եւ գնա քվեարկի նենց, ոնց որ իր խիղճը իրան թելադրում է։ Ինձ թվում է դուք արդեն տեսնում եք մեր գործելավոճը, անվախ գործելավոճը, դրա միակ ձևը դա է։ Երբ ամեն օր տասնյակ մարդիկ ձերբակալվում են մեր համախոհներից, բայց դա ոչ մեկի չի կաշկանդում։ Բոլորը ավելի մարտական տրամադրված գնում են առաջ։ Դրա միակ ձևը դա է։ Եվ մենք ունենք լուրջ հաջողություն այդ բնագավառում։